եւ նաեւ ես ուզում եմ հասկանամ, սա ինչ անհարգալից վերաբերմունք է։ Հոգեբորականներն ու փաստաբանները շվարած այս ու այն կողմ են գնում քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության դռների մոտ։ Ներսում 6 քահանա կա, բոլորն էլ Արագածոտնի թեմից, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ, լուրեր կան, թե եւս մեկ քահանայի են բերում քննչական վարչություն։ Ներսում գտնվողները իբրև վկայի կարգավիճակով են, բայց փաստացի բերման ենթարկված։ Թե որտեղ է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, փաստաբանները չգիտեն։ Բռնի անհետացել է պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը եւ այժմ փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը, ասում որ դա հանցանք է։ Բոլորը ինչ որ իրենց սենյակներում, կաբինետներում, վարչություններում, գերատեսչություններում նստած են, աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, բայց երբ որ մի հատ տարական հարց է տալիս, որ որտեղ է ձերբակալվածը, որտեղ է բերման ենթարկվածը, այս պետությունում էլ ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Ձերբակալելուց առաջ խուզարկել են եպիսկոպոս Պրոշյանի կեցավայրը, նա Գարեգին II կաթողիկոսի քրոջ որդին է։ Փաստաբանների տեղեկություններով ձերբակալությունը կապ ունի հանրային հեռուստաընկերության եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարությունների հետ։ Նա ասել էր, թե ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մենք արդեն ասեցինք։ Վերադասը ըստ էության Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Բնականաբար Տեր Արամը ցուցմունք է տվել, պարզոր ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն այս ամբողջ գործընթացի հաղորդում չի եղել։ Դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ, որ նա ցուցմունք տվել է։ Հասկացա, որ Հայլուրի թղթակցին Տեր Արամը վստահեցրել է, թե առաջին անգամ է լսում հոգեբորականների ձերբակալությունների մասին։ այն խնդիրն է։ Դրանից եմ տեղեկանում ճիշտ ասած, որ նման բան ա եղել։ Տեղյակ չեք, որ խուզարկել են ձեր սրբազանի, ձեր թեմի առաջնորդի։ Չեմ լսել։ Դա այդ մասով կարծում եմ չի ստում, այդ բանը տեղեկանում, բայց վստահ եմ ինքը ցուցմունքներ է տվել։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունն է հաղորդում ներկայացրել դատախազություն, պահանջել քննել, հավաքին մասնակցել հարկադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները։ Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգի դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու դեպքում։ Լրագրողներին ասել է իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Մենք դա կապված հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Առայցօր մեր հաղորդման վերաբերյալ որևիցե նորություն չունենք։ Եվ ճիշտ ասած այսօր էլ որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտենք որ դա մեր հաղորդման հիման վրա է, ընթացքում հասկացանք որ դա մեր հաղորդման հիման վրա հարուցված գործով է։ Ինչ կապ ունեն հաղորդման հետ մյուս հոգեբորականները հայտնի չէ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Առաքելյանը օրինակ աչքի ընկնում ընդդիմադիր հայացքներով։ Երկում են հավատամքը։ Սոցցանցի իր էջում ակտիվորեն տարածում է ազատազրկված սրբազանների դատավարությունների մանրամասները, իսկ մի հրապարակման մեջ իշխանությանն է դիմել ու գրել. Ձեզ հաջողվել է հայհոյանքը բերել մարդկանց կյանք, պարտվել, երկիր կորցնել, հայրենիք կորցնել, բարերար, հոգևորական, հայրենասեր ու հայրենանվեր մարդկանց ձերբակալել։ Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել, ձեզ հաջողվել է ձախողվել։ Լարա Առաքելյան, Լանա Համբարձումյան, Էլեն Յահինյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։